Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր հերթական հաղորդումն է մեկնարկում։ Գիտեք, շատ կարևոր եւ հետաքրքիր հաղորդում եմ պատրաստել ձեզ համար։ Այս հաղորդումը ավելի շատ ուսուցողական է։ Այն տալու է բազմաթիվ խնդիրների լուծման տարբերակները։ Խոսելու եմ Սատուրնի մասին։ Կանխատեսումներ, մեկնաբանումներ բոլոր կենդանակերպերի համար, թե որտեղից է գալիս դժբախտությունը եւ ինչպես կարող եք խուսափել այդ ամենից, եթե իհարկե դուք ճիշտ եք կատարել ձեր կարմիկ առաջադրանքը։ Սատուրնը, ինչպես գիտեք, կարգապահության, նաև սահմանափակումների մոլորակն է։ Սատուրնի նշանը ահա։ Իսկ դուք չեք պատկերացնի, թե ինչ կարևոր այսպիսի բացահայտում եմ արել։ Սատուրնը, երբ որ հակառակ ենք շրջում, նա Յուպիտերի նշանի ձևն է ընդունում։ Եթե դիցաբանության տեսանկյունից նայենք, ապա հռոմեական դիցաբանության մեջ հենց Սատուրն է նրա անվանումը։ Իսկ հունական դիցաբանության մեջ այն Քրոնոսն է։ Եվ ահա ինչու քրոնիկական բոլոր հիվանդությունները, երկարաժամկետ խնդիրները, այդ ամենը գտնում են Սատուրնի ազդեցության ներքո։ Ես փորձեմ ձեզ հիվանդությունները ներկայացնել, որոնք ուղղակի ազդում են մարդկանց վրա։ Ահա, քանի որ Սատուրնը սիրում է սահմանափակումներ, ապա մարդկանց քարտեզում այդ հիվանդությունները դրսևորվում են հետևյալ կերպ։ Դրանք տարաբնույթ կակազումներն են, մեջքի ողնաշարի հիվանդությունները, մաշկի խնդիրները, ծնկների այդ հատվածը մարմնի մասերից, եւ ինչու են մարդիկ ծնկաչոք աղոթում, որովհետև ծնկներում հավաքվում է մեր կարմիկ բեռը, մեր գեներով, մեր ընտանեկան, ասում են ռուսերեն ռադավայա կարմա։ Այո, այնտեղից բերված բոլոր խնդիրները, խոչընդոտները հավաքվում են ծնկներում։ Այդ իսկ պատճառով մարդիկ ծնկաչոք աղոթելով փորձում են եւ մեղքերի թողություն խնդրելով փորձում են լուծել իրենց առջև դրած այդ կարմայով եկած այդ դասերը։ Սատուրնը շատ սահմանափակումներ է մտցնում մեր կյանքում։ Կյանքի որ ոլորտում եւ որ կենդանակերպում գտնվի, այն տալիս է կարգապահություն, մեր ուշադրությունը պետք է սևեռված լինի կյանքի այդ ոլորտին, այդ դաշտին, մենք պետք է լինենք կարգապահ, սահմանափակումները լինում են հենց այդ դաշտում։ Ըստ կենդանակերպերի ես ձեզ կներկայացնեմ, թե որ կենդանակերպում Սատուրնը ինչպիսի բնորոշումներ ունի։ Սատուրնը պետական ադմինիստրատիվ համակարգի, ղեկավարների, իշխանավորների մոլորակն է։ Երբ թերթում էի համացանցը, ես հանդիպեցի, որ Հունաստանում Սատուրնին նվիրված տոն է եղել։ Եվ այդ տոնի ժամանակ տերերը եւ իրենց աշխատակիցները փոխվել են դերերով։ Այո, այդպես էլ եղել է։ Այդպիսով դրանով նրանք փորձել են գոհացնել Սատուրնին։ Իսկ այն անձիկ, որոնք անպարկեշտ վերաբերմունք ունեն իրենց ղեկավարների, երկիրը ղեկավարող համակարգի, կապ չունի, թե դուք որ երկրում եք ապրում։ Ուրեմն իմացեք, որ ձեր քարտեզում Սատուրնը թույլ կարգավիճակ ունի։ Իսկ Սատուրնը որտեղ թույլ կարգավիճակ ունի, նա աքսորման մեջ է գտնվում, խեցգետնի եւ առյուծի կենդանակերպում, որովհետեւ հակառակ նշաններում, այդտեղ ջուրում եւ ջրհոսում Սատուրնը ղեկավարի դեր են ստանձնում։ Եվ մինչ այժմ նա հանդիսանում է այդտեղ ջուրի առաջին ղեկավարը, իսկ ջրհոսում Ուրանի հայտնագործումից հետո երկրորդ ղեկավարը։ Եթե տեսնեք Սատուրնի նշանի մեջ այսպես կարծես հնձելու գործիք կա։ Այո, երբ որ ժամանակն է գալիս,
Սատուրնը որոշում է մաքրել, հնձել։ Եվ այդպես էլ նա պատժել է իր հորը Ուրանին, որտեղ Ուրանը, գիտեք, Ուրան այդ գինիայլնս ռուսերն են ասում, հանճարեղության մոլորակն է եւ ստեղծարարության մոլորակն է եւ բազմաթիվ երեխաներ ունեցել Ուրանը եւ նրա մայրը Սատուրնի ծնվելուց հետո նրան վերապահել է հորը ժառանգություն ունենալու այդ կարողությունից զրկելու այդ կարևոր դերակատարումը։ Իսկ այնուհետև, այո, Սատուրնը հոր հետ հարաբերություններն են, այդ ծեղջուրի եւ 10-րդ տան ղեկավարն է հանդիսանում։ Եթե ձեր հարաբերությունները լարված են ձեր հայր ծնողի հետ, ուրեմն ձեր արևը վնասված է Սատուրնի կողմից։ Եթե դուք չունեք համբերատարություն, ուրեմն ձեզ մոտ արևը եւ Մերկուրին ունեն բարդ դիրքեր։ Սատուրնը նաև կատարողականություն է ենթադրում։ Դա մարդկանց ստեղծագործ, բայց ժամանակի այդ հատվածում պետք է կատարեք բոլոր պլանավորված գործերը, հերթականությամբ կատարվող այդ բոլոր իրադարձություններ, խրոնոգրաֆիա են ասում։ Այն ամենը, ինչը ժամանակի հետ է կապված, պրոյեկտ մենեջմենտը, ժամանակի հետ կապված բոլոր սահմանափակումները Սատուրնու ազդեցության ներքո են։ Սատուրնը ավելի է ուժեղացնում իր ազդեցությունը տվյալ հիվանդությունների ու մարմնի մասերի հանդեպ։ Նորից եմ ասում մեջք, ողնաշար, անդամալուծություն, կակազում, երբեմն էպիլեպսիա։ Եվ ինչ պետք է անեն այդ մարդիկ։ Ասում եմ, նրանք ովքեր չեն ընդունում հայր ծնողի ղեկավարներին, նրանց մոտ ցավում է մեջքը։ Նրանք ովքեր ծանր բեռ են վերցնում իրենց վրա, որ չեն կարող կրել։ Դա նույնիսկ էներգետիկ առումով, որ շատ պարտականություններ է վերցնում։ Նույնիսկ ցավում է ողնաշարը։ Ողնաշարի ճողվածք են ունենում, ասում են ֆիզիկական ծանր գործ չեն կատարել։ Գիտեք, այն պարտքերը, որ դուք ունեք, Սատուրնը կարիճի եւ ցուլի կենդանակերպում, ֆինանսական ծանր բեռը, եթե դուք վերցրել եք ձեզ վրա, իմացեք, որ ցավալու է ձեր ողնաշարը։ Ձեր ողնաշարի ճողվածքը հենց ֆինանսական ծանր բեռի պատճառով է։ Այն ծանր աշխատանքը, որը դուք վերցրել եք ձեր վրա, Սատուրնը այծեղ ջուրի եւ կույսի կենդանակերպում, եթե ձեզ համար դժվար է այդ պարտականությունը կատարել, չնայած Սատուրնը այծեղ ջուրի կենդանակերպում ղեկավար է, ուրեմն դուք կունենաք խնդիրներ ձեր ողնաշարի, ձեր մեջքի ոսկրերի հետ կապված։ Անպայման դուք պետք է օգտագործեք կալցիում։ Հենց այն միջոցներից է, դեղամիջոցներից է, որը տալիս է ոսկորներին ամրություն։ Բժշկական այդ տերմինաբանության եւ մեկնաբանման համար կարող եք հենց համացանցում փնտրել համապատասխան դաշտերը։ Ինչ է տալիս Սատուրնը, երբեմն տալիս է գոռոզություն, այծեղ ջուրի եւ խոյի կենդանակերպում, որը բավականին վտանգավոր է։ Շատ բռնապետերի քարտեզներում ես հանդիպել եմ Սատուրնը այծեղ ջուրի եւ խոյի կենդանակերպում։ Այո, նրանք հասնում են հաջողությունների, նրանք ղեկավարներ են, բայց նրանց հետ աշխատելը շատ դժվար է լինում։ Սատուրնը կույսի կենդանակերպում ուշադրություն պետք է դարձնի իր աշխատակիցների հետ հարաբերությունները, որպեսզի չթուլանան։ Նաև պետք է սահմաններ դնի Սատուրնը կույսի կենդանակերպում իր եւ աշխատակիցների միջեւ։ Իսկ եթե անձը աշխատակից է, նա գտնում է ինչ-որ մեկի ազդեցության ներքո աշխատանքում, ուրեմն պետք է հարգի իր ղեկավարներին, որպեսզի հետագայում Սատուրնը նրան թույլ տա հարցնելու աստիճանական բարձր ասյաններ մասնագիտական դաշտում։ Սիրելի հետևորդներ, այստեղ ինձ մոտ նշված է Սատուրնի ժամկետները կենդանակերպերում։ Խնդրեմ յուրաքանչյուրիդ համար այստեղ ըստ իր տարեթվերի կտեսնեք ձեր ծննդյան քարտեզում, թե Սատուրնը որտեղ է գտնվել, թե ինչպիսի պարտականություններ է դրված ձեր առջև, թե որտեղ կլինեն սահմանափակումներ, իսկ որտեղ կունենաք հաջողություններ, եթե դուք
կատարել եք Սատուրնի առաջադրանքը։ Ինչու Արցախը վերցրեցին, ինչու այն բռնազավթեցին, որովհետև 1988 թվականին, տեսնում ենք, փետրվարի 13-ից Սատուրնը մտավ Այծեղջուրի կենդանակերպ եւ հենց այդ ժամանակ սկսվեցին արցախյան դեպքերը։ Տեսնում եք, Սատուրնը այստեղ գտնվում է Այծեղջուրի կենդանակերպում մինչև 1991 թվականի փետրվարի 6-ը։ Այսինքն նա եկել ետադարձ շարժ է կատարել վերջնականապես հենց այդ ժամանակահատվածում անցել է ջրհոսի կենդանակերպ։ Սատուրնը ունի պարբերականության շրջան։ Միևնույն կենդանակերպում նա հայտնվում է 29-30 տարի հետո։ Իսկ այդ ժամանակահատվածը, սիրելի հետևորդներ, դա 2017 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2020 թվական մարտի 3-ը։ Հաջորդ վերադարձը, որը տեղի ունեցել 2020 թվականի հուլիսի այդ 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 17-ը եւ այդ ամենը հասավ իր գագաթնակետին 2020 թվականի դեկտեմբերի 17-ին եւ հենց այդ ժամանակահատվածում էլ մեր հայրենակիցները հայտնվեցին Հայաստանից, այդ պահեստազորայիններն էին, որքան հիշում եմ, այդ ժամանակահատվածում վերջնականապես հայտնվեցին թշնամու այդ գերեվարման այդ դաշտում։ Եվ 30 տարի հետո փաստորեն Սատուրնը մեր ձեռքից վերցրեց Արցախը։ Դա մտածելու տեղիք է տալիս։ Եվ վերցրեց այն ժամանակ, երբ Ալիևը գտնում էր 59-60 տարեկան շրջափուլում, նա երկրորդ անգամ արդեն անցել էր անցնում էր Սատուրնի ճգնաժամային փուլը եւ նա օգտագործելով էզոթերիկ գիտելիքները, զինվելով 30 տարվա ընթացքում նա բառացիորեն թուրքական այդ հզորագույն պետության հետ, որը դաշնակցում էր Թուրքիայի եւ Իսրայելի հետ, ունենալով միևնույն պահանջները, նրանք առգրավեցին Արցախը, բայց հուսամ, որ 2050 թվականին, երբ Սատուրնը եւս մեկ պտույտ կատարի, Արցախը ամբողջապես կվերադառնա մեզ։ Սատուրնը հանդիսանում է ավտոնոմ հանրապետությունների մոլորակը, այն հանրապետությունները, որոնք Սատուրնի ազդեցության տակ են, նրանք կառավարվում են կրկին Սատուրնի այդ որակներն է ավտոնոմ այդ համակարգման միջոցով։ Սիրելի հետևորդներ, կրկին նշում եմ, որ այստեղ ես ցույց եմ տալիս էկրանի վրա էլ կա ըստ ձեր ծննդյան թվերի դուք կարող եք տեսնել, թե Սատուրնը ձեր քարտեզում որտեղ է գտնվել։ Այսպես ենք նայում 1953 թվականի հոկտեմբերի 22-ից Սատուրնը գտնվել է Կարիճի կենդանակերպում մինչև 1956 թվականի հունվարի 12-ը։ Այսինքն, եթե դուք ծնվել եք այս միջակայքում, եթե ձեր ծննդյան թվերը չկան, ուրեմն դուք այս միջակայքում եք ծնվել։ Հետո նորից ենք դիտարկում 1956 թվականի մայիսի 14-ին Սատուրնը անցել է Կարիճի կենդանակերպ։ Այսինքն, այս 56 թվականի հունվարի 12-ից մինչև 1956 թվականի մայիսի 14-ը անձը ծնվել է Սատուրնը աղեղնավորի կենդանակերպում։ Պատկերացրեցիք, եթե ուշադիր լսեք, ապա ձեզ համար պարզ կլինի։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ կարճ համառոտ ներկայացնել Սատուրնի դիրքը կենդանակերպերում։ Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, նրանք, ովքեր ծնվել են Սատուրնը Խոյի կենդանակերպում, եւ ես փորձեմ այդ ժամկետներից մեկը նշել ձեզ, այդ ժամկետներից մեկը, հետո նորից ետ է վերադարձել։ Ինչ է տալիս Խոյի կենդանակերպը։ Խոյի կենդանակերպը տալիս է ակտիվություն, ֆիզիկական պատրաստվածություն, Խոյը պատերազմական իրավիճակները։ Այդ մարդիկ կարող են լինել ղեկավարներ, նաև զինվորական ղեկավարներ։ Սատուրնը սահմանափակումներ է դնում նրանց գործողություններում
Եթե Սատուրնը դրական դիրքեր ունի ձեր քարտեզում, ապա դուք ղեկավարներ եք։ Դուք այդ process-ում կարող եք հաղթողներ լինել։ Լավագույն սպորտսմեններն են, նրանց մարզիչները, որոնք անհատական սպորտով են զբաղվում, որոնք կրում են զենք նաև։ Դրանք փրկարարներն են, նրանք, ովքեր աշխատում են կրակի հետ, խոհարարները, բայց ղեկավար խոհարարները, ամեն ինչում առաջամարտիկներ են, բայց նրանց գործողությունները սահմանափակված են իրենց ողջամտությամբ։ Պետք է ուշադիր լինեք, սիրելի հետևորդներ, ձեր գլխից սիրելի ոչ թե խոյեր, նրանք, ովքեր ծնվել են Սատուրնը խոյի կենդանակերպում, պետք է լինեք կարգապահ, որպեսզի Սատուրնը թույլ տա հասնեք մասնագիտական հաջողությունների։ Նրանք լավագույն զինվորականներն են, ոստիկաններն են, ղեկավարներն են, նրանք, ովքեր կարող են պայքարել կրակի և արհավիրքի դեմ։ Սատուրնը ցուլում, սիրելի հետևորդներ, ցուլը, ինչպես գիտեք, ֆինանսական միջոցներն են, ռեսուրսներն են, Սատուրնը դա անշարժ գույքն է, կարող եք գնել անշարժ գույք, կարող եք աշխատել այնպիսի համակարգում, որտեղ կարևոր են ֆինանսական միջոցների կիրառումը։ Դրանք բանկերն են, վարկային կազմակերպություններն են, այն համակարգն է, որը զբաղվում է ֆինանսների ստուգմամբ, դրանք հարկային մարմիններն են, աուդիտորներն են, հարկադիր այդ մարմիններն են, այն մարմինները, որտեղ պետության շունչը նկատվում է։ Նաև, եթե դուք պետական ադմինիստրատիվ վայրերում եք աշխատում, ուրեմն անպայման գործ կունենաք ֆինանսների հետ։ Ցուլը դա զարդերն է, ցուլը դա հրուշակագործությունն է, ցուլը դա քաղցրավենիքներն են, հեշտ կյանքն է, բայց ոչ առույցը ճոխություններն են։ Այս դաշտերում դուք կարող եք ունենալ հաջողություններ, զարդերի առք ու վաճառք, զբաղվեք գյուղատնտեսությամբ, հողի մշակմամբ, նաև Սատուրնը այդտեղ ջուրում եւ լույսում էլ է դա տալիս։ Եվ դուք կհասնեք հաջողությունների։ Սատուրնը ինչ է ասում, պահպանեք ձեր ֆինանսները, այդքան շատ մի ծախսեք, որովհետեւ դուք միանգամից չեք վաստակում, դուք վաստակում եք տաշանագիր եւ դժվար աշխատանքի արդյունքում։ Սիրելի հետևորդներ, նրանք, ում մոտ Սատուրնը երկորյակի կենդանակերպում է, երկորյակը դա լրատվությունն է, քույր, եղբայր, հարևաններ, փոխադրամիջոցներ, Սատուրնը տալիս է սահմանափակումներ, կարգապահություն, կարգապահ եղեք ձեր խոսքում, դուք կարող եք ղեկավար պոստ զբաղեցնել լրատվության հետ կապված դաշտերում, դպրոցի տնօրեն, համակարգող, ուսուցիչ, որը երկարատև տարիների փորձ ունի, որովհետև Սատուրնը դա պրոֆեսիոնալիզմն է իր մեջ, ընդգրկում Սատուրնը դա հալիվորն է, այն ծեր մարդն է, որը երկար տարիների տաշանագիր աշխատանքի արդյունքում հասել է մասնագիտական հաջողությունների, ղեկավար, որը վերահսկում է ճանապարհները, լոգիստիկան, կարող եք զբաղվել ներքին տուրիզմով, ձեր ձեռքում կլինի սահմանափակ ինֆորմացիա, բայց դուք կարող եք տնօրինել այդ ինֆորմացիան։ Այն կազմակերպությունները, որտեղ գաղտնի մասում բաց կա, այսինքն դուք կարող եք դառնալ ինֆորմացիայի գաղտնի մասի համակարգողը։ Խոսքն է շատ կարևոր, լրատվությունը, պրոֆեսորադասախոսական կազմն է, բազմաթիվ տրեյնինգների կարող եք մասնակցել, հետագայում դուք կարող եք վարել տրեյնինգները, ձեր քույր, եղբայր, ձեր հարևանների այդ շարքերում կլինեն անպայման այնպիսի մարդիկ, որոնք բարձր ատյաններում ունեն իրենց երկարատև փորձը, ես կփորձեն ձեզ օգնել հասնել մասնագիտական հաջողությունների, եթե դուք չեք շահարկում նրանց համբերությունը, որտեղ Սատուրնը համբերատարության մոլորակն է։ Սիրելի հետևորդներ, Սատուրնը խեցգետնի կենդանակերպում, խեցգետինը ընտանիք, օջախ, դա հայրենիքն է։ Այդտեղ ամենակարևոր դիրքերից մեկը, որ եկավ, դրանք սահմանապահներն են, դա ԱԾ աշխատակիցներն են, որոնց ձեռքերում է գտնվում մեր հայրենիքի այդ սահմաններին պատկանող յուրաքանչյուր իրավիճակ։ Սատուրնը երկորյակում էլ կարող է լինել, բայց այստեղ հստակ սահմանների հարցն է դրված։ Այն մարդիկ են, որոնք
վերցրել են հոգս իրենց ծնողներին պահելու Սատուրնը խեցգետնում, չեն ամուսնանում նրանք հիմնականում ում մոտ Սատուրնը խեցգետնում եւ կշեռքում է։ Չնայած կշեռքում խանդավառում է Սատուրնը, իսկ ինչպես գիտեք, նա խեցգետնի կենդանակերպում իրեն լավ չի զգում, որովհետեւ նրան աքսորել կամ վտարել են այդտեղից, վտարել են խոյից Սատուրնին։ Թե ինչ ընտանիքի հետ կապված այդ բոլոր կարևոր գործերը, ժառանգության հետ կապված գործերը, սահմանները հարազատների հետ, այդ ամենը գտնե Սատուրնի ազդեցության դաշտում։ Նրանք կունենան խնամքի կենտրոններ, հյուրատնային բիզնեսն է դա, դուք կարող եք իրականացնել գործառույթ ձերից տան տարածքում։ Նրանք ազգի ղեկավարներն են, այո, ասում եմ դա հալիվորն է, նրանք գյուղապետեր են, դրանք համայնքային ղեկավարներ են, նրանք ովքեր մեծ ազդեցություն ունեն տվյալ տեղանքի այդ բնակչության վրա։ Տուն, տեղ, օջախ, հայրենիք, որտեղից պետք է ծխա այդ ավանդական ծուխը, որտեղ ամեն ինչ գտնում է հիերարխիկ, այսպես կարգու կանոնի մեջ, որտեղ պետք է հարգեն տամեծերին, Սատուրնը խեցգետնի կենդանակերպում, եւ դուք սիրելի հետևորդներ, որ հետագայում էլ ձեր ժառանգները հարգեն ձեզ, լավագույն հոգեբաններն են, այն մարդիկ, որոնք պարբերաբար շփվում են բնակչության, ազգության հետ, պատմաբաններ, հնեաբաններ, անտիկվարիատներ կարող են ունենալ, հնաոճ իրեր, այն ինչը կապված է հայրենիքի, օջախի, ավանդույթների պահպանման հետ։ Սիրելի հետևորդներ, եթե ձեր Սատուրնը, ձեր ծնված պահին Սատուրնը գտնվել է առյուծի կենդանակերպում եւ այդպիսի մի օրինակ բերեմ, երբ է գտնվել առյուծի կենդանակերպում։ Այստեղ դիտարկում ենք 2005 թվականի հուլիսի 16-ից մինչ 2007 թվականի սեպտեմբերի 2-ը։ Եթե մենք ետ ենք դառնում այդպիսի մի իրավիճակ, այդպիսի մի ժամանակահատված, մենք տեսնում ենք Սատուրնը առյուծի կենդանակերպում 1976 թվականի հունիսի 5-ից մինչ 1977 թվականի նոյեմբերի 17։ Այդ ժամանակահատվածում ծնվածների մոտ Սատուրնը առյուծի կենդանակերպում է։ Իսկ ինչ է տալիս առյուծի կենդանակերպում? Սահմանափակումներ երեխաների հետ կապված հարցերում։ Այո, հնարավոր է ձեզ չտրվի երեխա։ Հնարավոր է, որ ձեր հայրը շատ սիրել է ձեզ որպես իրենց առաջնորդ։ Հնարավոր է, որ դուք մասնագիտական հաջողությունների հասնեք ինչ երեխաների կառավարման, երեխաների կրթման, երեխաների զարգացման դաշտերում։ Ասում եմ, որ լավագույն մարզիչներն են, ինչպես Սատուրնը խոյում պայքար է, կռիվ է, այնտեղ բռնցքամարտն է, առյուծում դա էլիտար սպորտաձևերն են, դա գոլֆն է, դա կարող են լինել նույնիսկ շախմատը։ Այն երեխաները, որոնք ծնվել են այդ տարիքային շրջափուլերում, նրանք այդ կարևոր հատկությունները կդրսևորեն։ Սատուրնը առյուծի կենդանակերպում տալիս է շփումներ բարձր ատյաններում եւ էլիտար այդ շրջանակներում աշխատող եւ այնտեղ գործունեություն ծավալող անձանց հետ, որտեղ առյուծը փայլում է, Սատուրնը կարող է խամրեցնել այդ փայլը, եթե դուք կարգապահ չեք, վայելեք առյուծի այդ բոլոր հնարքները, զվարճությունները, բայց պետք է պահեք չափը, Սատուրնը սիրում է ամեն ինչը չափի մեջ, շատ կարևոր կլինի ձեզ համար սրտի հատվածը այս, եթե Սատուրնը խեցգետնի կենդանակերպում աղիստամոքսային տրակտներ խեցգետիններ, Սատուրնը երկորյակի կենդանակերպում ձեռքերներին նրա շարժողական այդ համակարգն է, բայց հիմնականում վերջույթները խոսքը լեզուն, Սատուրնը ցուլի կենդանակերպում կոկորդի հետ կապված այդ մասերը պետք է ուշադիր լինեք, որպեսզի չախտահարվեն, մանավանդ եթե դուք վախենում եք ցրտից, որտեղ Սատուրնը կարող է ուղղակի մի փոքր ցրտից վախեցնել այդ օրգան համակարգին եւ քրոնիկական հիվանդությունները պատրաստ են։ Սատուրնը խոյի կենդանակերպում, ասեցի, ուշադիր եղեք ձեր գլխից
եւ այդ վերին այս ծնոտի վերին հատվածից կոտրվածքներ կարող են լինել եւ հիմնականում այս ատամների հատվածն է, որտեղ կրկին Սատուրնը վերահսկում է ոսկրային այդ դաշտը։ Այո, Սատուրնը առյուծի կենդանակերպում ձեր երեխաների հետ կապված խնդիրները կարող է ձեզ հարված հասցնել մեջքից։ Պահեք ձեր սիրտը եւ որպեսզի կարողանաք դիմակայել Սատուրնի այդ հարվածներին։ Իսկ եթե դուք չափի մեջ եք սիրելի հետևորդներ, ձեզ ոչինչ չի լինի, Սատուրնը կբարձրացնի ձեզ, առյուծը իր փայլերով կգեղեցկացնի ձեզ, դա շոումեններն են, որոնք երկարատև աշխատանքի հարցում հասել են մասնագիտական հաջողությունների, դրանք լավագույն պրոդյուսերներն են, ղեկավարներն են, դրանք այն մարդիկ են, որոնք ադմինիստրատորներ, որոնք համակարգում են այդ ղեկավարման բոլոր պրոցեսները, այն ժամանցային վայրերը, այն խանութները, որոնք զբաղվում են հատուկ, էլիտար, յուրահատուկ այդ իրերի վաճառքով կամ այն վայրերը, որտեղ նմանատիպ մարդիկ են առնչվում, նրանք եւ գործունեություն են ծավալում եւ նաեւ կարող են այդ դաշտերում ակտիվ լինել։ Իմացեք, ամենաուժեղ, ամենալուրջ մարդիկ են, որոնք համակարգում են մեր երկիրը, որտեղ երկրի սիրտը դա առյուծն է, Սատուրնը առյուծի կենդանակերպում ղեկավար անձինք, որոնք կարող են փայլել իրենց երկարատև աշխատանքի արդյունքում ձեռք բերած մասնագիտական հաջողություններով։ Սիրելի կույսեր, ովքեր ծնվել են Սատուրնի ազդեցությամբ, ձեզ համար կարևոր կլինի ձեր առողջությունը, նրանք լավագույն հաշվապահներն են, նույնիսկ ֆինանսիստներ են, ես ասեմ Սատուրնը ցուլում, կարիճում, այծեղ ջուրում, նրանք գլխավոր հաշվապահներ են, նրանք գլխավոր բժիշկներ են, նրանք ոսկրաբաններ են, նրանք աշխատում են բարձր ատյաններում, առողջապահության համակարգում, հիվանդանոցներում, նույնիսկ գլխավոր բժիշկ եւ գլխավոր բուժքույր կարող են լինել, նրանք համակարգողներ են, նրանք կարող են ունենալ 1-2 ղեկավար իրենց գլխին, բայց իրենք հանդիսանում են ենթակաների ամբողջական խմբի ղեկավար, նրանք մանրակրկիտ գործունեությամբ են զբաղվում, համակարգում են տարբեր կառույցներ, նրանք հանդիսանում են HR ոլորտի մասնագետներ, մարդկային ռեսուրսներ, նրանք հանդիսանում են աշխատակազմում կարևոր գործարքներ կնքելու եւ կարևոր գործառույթներ կատարելու այդ բոլոր գործերով, նրանք ղեկավարներ են, շատ բծախնդիր են, ի տարբերություն Սատուրնի առյուծի կենդանակերպում, իրենք հաջողություններ են հասնում իրենց բազմաչարչար, երկարատև այդ աշխատանքում, չգիտեմ, այնքան բարդ է այդ պրոցեսը, դժվարանում եմ բացատրել, նրանք ուղղակի այդ 30 տարի, 15 տարի, 30 տարի, 45 տարի ուղղակի աշխատել են, դրանք լավագույն մանկավարժներ են, որոնք բոլորում են իրենց 30 եւ 45 տարին դպրոցում, նրանք նեղ մասնագիտական այդպես հաջողությունների են հասել, ի շնորհիվ Սատուրնի, որը տվել է նրանց համբերատարություն, կարգապահություն, երկարատև աշխատելու շնորհ։ Սատուրնը կշեռքի կենդանակերպում, դրանք դատավորներ են, բայց սիրելի հետևորդ, չդատես քո հայրիկին, Սատուրնը կշեռքի կենդանակերպում, դու ես կանգնելու դատարանի առջև, քննվելու են քո գործերը, այո, կշեռքը դա զուգընկերային, գործընկերային հարաբերություններ են, այդտեղ ղեկավար մարդիկ, որոնք համակարգում են կապերը, դրանք կարող են լինել, եթե Սատուրնը աղեղնավորում միջպետական կապեր են, իսկ Սատուրնը կշեռքում ընդհանուր ներսում գործընկերային, զուգընկերային հարաբերություններն են, կարող եք ունենալ գեղեցկության սրահներ, Սատուրնը կշեռքի կենդանակերպում հագուստի մեջ կարող եք զգալ որոշակի սահմանափակումներ, կլասիկ այդ ոճն է, բայց այն խիստ այսպես սահմանափակումներով է գործում, եթե Սատուրնը կույսի կենդանակերպում, նրանք պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը, դիետաներ պահեն, Սատուրնը կշեռքի կենդանակերպում, ինչպես ցուլի կենդանակերպում, նրանք պետք է ուշադիր լինեն, չկորցնեն իրենց նրբագեղությունը, ովքեր չեն կարողացել դասավորել իրենց անձնական կյանքը, դա մոտավորապես 1950-ից 52 թվականն է, 80-ից 82 թվականը,
որոնք 30 տարեկան տարիքային շրջափուլում կամ որոշել են առաջին անգամ ամուսնանալ կամ ունեցել են իրենց ամուսնալուծության այդ դառը փորձը, որտեղ Սատուրնը կշարքիտ կենդանակերպում այն շղթա է ձեզ համար ամուսնության տեսքով։ Նրանք չեն սիրում ամուսնության բեռը կրել իրենց վրա, բայց շատերն արդեն իսկ 45 տարեկանում են եւ նրանք փորձում են այ հենց մյուս տարի 26-27 թվականին դուք փորձություններ եւ փորձառություն կունենաք ձեր միջանձնային հարաբերություններում, ձեր զուգընկերների, գործընկերների, գոլեգաների հետ հնարավոր է որոշակի բախումներ լինեն։ Պետք է ուղղակի լինեք շատ համբերատար եւ փորձեք այդ բախումներից խուսափել։ Սատուրնը կարիճի կենդանակերպում, կարիճը հանրային գումարներն են, բանկերն են, ֆինանսներն են, կտակն է։ Հնարավոր է, որ այն ցանկությունները, որ դուք ունեք կտակի հետ կապված, ժառանգության հետ կապված, ուղղակի ձեզ մոտ այդ ամենը դժվարությամբ իրականանա։ Հնարավոր է ձեր հայր ծնողը ձեզ դժվարությամբ տրամադրի այդ կտակի թուղթը եւ ստորագրությունը։ Դուք կարող եք աշխատել հանրային այդ գումարների տիրույթում, դրանք բանկերն են, դրանք առողջապահական եւ առողջության պահպանման բոլոր վայրերն են, ապահովագրական ընկերություններն են, մահվան վերածննդի հետ կապված այդ բոլոր տեղերը, դրանք կարող են լինել, կարող եք նաև ունենալ համապատասխան այդ բիզնեսները, որոնք կապված են, գիտեք, մամա վերածննդի հետ կապված թաղման բյուրոներն են, նրանք լավագույն նոտարներն են, որոնք իրենց ստորագրություններն են դնում կտակի, ժառանգության եւ Սատուրն, ինչպես գիտեք, անշարժ գույքն է այդ ամենի ձեռքբերման համար։ Մարդիկ կարող են աշխատել էքստրեմալ վիճակներում, որտեղ մահ եւ վերածնունդ կա։ Դրանք 911 համակարգում աշխատողներն են, նրանք, ովքեր փորձում են փրկել մարդկանց մահվան ճիրաններից։ Այդ մարդիկ աշխատում են հիվանդանոցային այն բաժանմունքներում, որտեղ պայքար է գնում մահվան եւ վերածննդի համար։ Այո, երբեմն մարդիկ այնտեղ վերածնվում են, որովհետև կլինիկական մահ են տանում։ Սատուրնը կարող է վերցնել նրանց կյանքը կամ ցույց տալ հավիտենական ճանապարհի այդ ուղին։ Այդպիսի մի կին կար, ասեց ես կլինիկական մահ եմ տարել, հետո նորից վերածնվել եմ, հարցեցի, որ թիվ եք։ Ուրեմն ձեզ մոտ Սատուրնը կարիճի կենդանակերպում է, 30 տարեկանում էր եղել ձեր մոտ, ասեց այո, 29-30 տարեկանի շրջափուլում էր, այդպիսի մարդիկ քիչ չեն, նայեք այդ տարեթվերը եւ դուք կտեսնեք, որ համընկնումները 90-100% են։ Սիրելի աղեղնավորներ, ովքեր նաեւ ծնվել են Սատուրն աղեղնավորի կենդանակերպում, ձեզ համար կարևոր է լինելու միջազգային կապերը։ Շատերին հանդիպել են, որ 30 տարեկանում ստիպված տեղափոխել են արտերկիր, շատերին հանդիպել են, որոնք դեռևս այնտեղ կացության թուք չունեն, նրանք չեն ստացել իրենց քաղաքացիություն ունենալու այդ պատիվը, Սատուրնը նաև պատիվն է, հարգանքն է։ Նրանք մասնագիտական հաջողությունների են հասել արտերկրում, դրանք պրոֆեսորադասախոսական կազմն է, բայց գիտեմ, որ 30 եւ 45 տարեկանում ձեզ մոտ խնդիրներ են առաջացել արտերկիր մեկնելու։ Շատերը հենց այդ ժամանակահատվածում ազարտուղի ճանապարհներով գնացին արտերկիր, բայց այժմ նրանց մոտ գործերը ուղղակի կանգնած են, որովհետև Սատուրնը դժվարությունն է տալիս կացության թուղթ, կարգավիճակ։ Դուք այնտեղ պետք է պահեք կարգում կանոնը, կարգազանց չլինեք, հետևեք այդտեղի օրենքներին եւ իհարկե մասնագիտական նոր ձեռքբերումներ ունենաք, որպեսզի կարողանաք ինտեգրվել տվյալ երկրի կառավարման այդ համակարգին։ Սիրելի այծեղջուրներ, Սատուրնով, ովքեր ծնվել են Սատուրնը այծեղջուրի կենդանակերպում, դրանք ղեկավարներն են լավագույն։ Դրանք այն անձիկ են, որոնք մասնագիտական հաջողությունների են հասել։ Իսկ դուք գիտեք, որ հենց այդ անձինք այժմ ղեկավարում են մեր երկիրը, նրանք գտնվում են 30-35 տարեկան այդ շրջափուլերում։ Եվ եթե մենք դիտարկում ենք 1988 թվականի փետրվարի 13-ից մինչև 1991 թվական փետրվարի 6 այդ ժամանակահատվածում ծնվածներին։ Դրանք պետական ադմինիստրատիվ համակարգում աշխատող մարդիկ են, ղեկավարներն են,
Դրանք բոլոր նախարարներն են, դրանք մարզային այդ գերատեսչության ղեկավարներն են, քաղաքապետներ, մարզպետներ, հարկային տեսչության աշխատակիցներն են նրանք, ռևիզորներն են, գլխավոր հաշվապահներն են, եթե իհարկե չեն ցանկանում, քանի որ մարդիկ կան, ուղղակի չեն սիրում աշխատել իրենց ղեկավարների հետ, իրենք ստեղծում են իրենց սեփական ֆիրման, բրենդը, կազմակերպությունը, դրանք շինարարական կազմակերպությունների ղեկավարներն, նրանք լավագույն շինարարներն են, դարբիններ, գորգագործներ, կոշկակարներ, ովքեր նաև զբաղվում են հենց այդ ոլորտի բիզնեսներով, դրանք հանքային քարերն են, դրանք օգտակար հանածոներն են, դրանք պահածոյացված այդ բոլոր մթերքն են, սառեցված պաքսիմատներն են, կիսասառեցված, դուք ունեք հաջողություններ այդ ոլորտներում, դրանք հանքափորներն են, դրանք քանդակագործներ են, նրանք ովքեր կավի եւ քարի հետ են աշխատում, նրանք ովքեր պետության որոշակի համակարգում են աշխատում, չինովնիկներն են, Սատուրնը այդ ցեղչուրի կենդանակերպում երբեմն նրանք բռնապետեր են, բայց նրանք կարողանում են ղեկավարել երկիրը։ Սատուրնը ջրհոսի կենդանակերպում, սիրելի հետևորդներ, եթե ունեք այդ որակները, իսկ այստեղ դուք կարող եք տեսնել, թե որ ժամանակահատվածն է։ Ջրհոսի կենդանակերպում նա տալիս է ազատություն, բայց ազատություն, որը շղթայված է։ Ազատությունը ունի իր ժամանակը, իր ձևաչափը եւ չափերը։ Դրանք այն մարդիկ են, որոնք կարողանում են ստեղծել, որոնք զբաղվում են նորարարությամբ։ Օրինակ Սատուրնը երկօրյակում Իլոն Մասկի մոտ է, նրա մոտ Մարսն է ջրհոսում։ Նրանք ինֆորմացիայի, համացանցի հետ կապված բոլոր կարևոր իրադարձություններում իրենք ունեն իրենց առաջնային դերակատարումը։ Դրանք գիտնականներ են, նրանք հանճարեղ մարդիկ են, գյուտարարներն են։ Նայեք, արդյոք տեսեք ձեզ մոտ այդ դիրքավորումը կա, թե ոչ։ Նրանք ղեկավարներ են, որոնք հասել են հաջողության նորարարական մեթոդների կիրառմամբ։ Դրանք IT ոլորտի աշխատակիցներն են, սենյոր մասնագետներն են, դրանք լավագույն աստղաբաններն են, սիրելի հետևորդներ, որոնք մասնագիտական հաջողությունների են հասել իրենց երկարատև աշխատանքի եւ այդ չարչարանքների արդյունքում։ Նրանք ղեկավարներ են համացանցում, ինտերնետում, ընկերների շրջապատում եւ ոչ ֆորմալ լիդերներ են։ Նրանք ղեկավար կարող են լինել այն վայրերում, որտեղ կապն է ապահովում, դա կարող է լինել օդանավակայան, դա եթե մարդը զինվորական է, ապա նրա ձեռքի տակ է գտնվում ամբողջ այդ օդային կապի գաղտնի այդ բոլոր տեղեկատվությունը։ Եվ վերջինը Սատուրնը ձկների կենդանակերպում։ Այստեղ դիտարկում եմ Սատուրնը ձկների կենդանակերպում եղել է 1993 թվականի մայիսի 21-ից մինչև 1993 թվականի հունիսի 30-ը եւ այստեղ ըստ հերթականության նայեք կտեսնեք այդ ժամանակահատվածում ծնվածներ եւ նրանք ովքեր աղյուսակում կտեսնեն, որ Սատուրնը գտնվել է ձկների կենդանակերպում։ Սատուրնը դա մեր արարիչն է, ձկները դա քրիստոնեական ուսմունքն է, հավատքը առ Աստված։ Ցավոք շատերի մոտ ես տեսնում եմ, երբ որ Սատուրնը ձկների կենդանակերպում է, նրանք նեղացած են Բարձրյալից։ Բայց իմացեք, որ Բարձրյալը արդար դատավորն է։ Դրանք այն մարդիկ են, որոնք զբաղվում են հոգևոր տեխնիկաներով։ Կարող եք զբաղվել յոգայով Սատուրնը այցեղ ջուրում եւ ձկներում որպես հոգևոր տեխնիկայի ղեկավար, Սատուրնում որպես մարմինը կոփելու եւ մասնագիտական հաջողությունների հասնելու ուղի։ Սատուրնը ձկների կենդանակերպում տալիս է համբերություն։ Պետք է զբաղվեք այն դաշտերում, որտեղ մարդիկ ուղղակի չեն կարողանում իրացնել իրենց ֆիզիկական հոգևոր կարողությունները։ Դրանք լավագույն մասնագետներ են, դրանք երաժիշտներ, արվեստագետներ, հոգևոր առանձնորդներ, հոգեբաններ, դուք կարող եք ձեր հետաքրքրությունների ոլորտում ունենալ հյուրանոցային, հոռեկա այդ բիզնեսը, դուք կարող եք տիրապետել, կարող եք ղեկավար պաշտոն զբաղեցնել այնտեղ եւ կապը ձեր Բարձրյալի տիեզերքի հոգևոր այդ առաջնորդներից շատ մեծ է, եթե իհարկե դուք չեք ծնվել որպես հոգևոր առաջնորդ։ Հավատն առ Աստված, առ տիեզերք, հավատ դեպի հոգևոր արժեքներ։ Սիրելի հետևորդներ, հաղորդումը բարդ էր,
բայց փորձեցի ներկայացնել ձեզ Սատուրնի դիրքերը բոլոր կենդանակերպերում։ Դիտեք եւ տեսեք, թե որտեղից կարող է գալ դժբախտությունը եւ որտեղից Սատուրնը կարող է ձեզ փրկել այդ դժբախտ իրավիճակներից։ Լավ եղեք, շնորհակալ եմ, որ հետևում եք հաղորդումներին եւ կիսվում ու դրական մեկնաբանություններ եք գրում։ Ցտեսություն։